Mariani besat te tuktuki Patisce te am foto andrevot oh oh Sabes te concret chakatagir domino oh oh Ai casino Իսպատության մեզ պաճարն ու հիմնակարը Ընկերության համար արկածենո Հանուն կովիդ է հանուն սիրո նկարը Կործում է շատ պարզ դոմինո Եվ կանչունի խով հարարեց դու թեմերսող Կեզ հարկավոր է սիրել ու մի քիչ էլ փող Կեզ հարկավոր է ասել ես այլ ոչ թե նո դոմինո Վծովորական կինո Պատմությունը մեր Այստեղ ոչ տերն ունի շուն Ոչ շունը տեր Այստեղ ամեն նոր կյանք է ու նոր կինո Դոմինո Վծովորական կինո Այն կոչվում է դոմինո Միք ինչ ա եղել, ինչի սենց խառնված ինձ կանչեցիր։ Ապերիչի ավտոն խոտտուր ճանապարհ ենք պատնում։ Առանց ավտոն։ Դե ուրեմն տաքսի կանչի։ Չես ուզում իմանաս ինչ եմ առանց ավտո։ Ապա չես տենում, որ չէ։ Միք սոֆայի հետ էլի կռվել եմ։ Գիտես ինչի համար։ Ապա ցնդել ես, ես քեզ ասում տաքսի կանչին, ես տաս չիպս ես ուտում։ Կներես ուղղակի ադեկվատ չեմ։ Հա, խիտ երբ էիր ադեկվատ որ։ Միք ուղղակի Ապեր, նոր ինտերնետում կարծացի, որ բոլոր տեղական ընկերությունները, որոնք իրենց օղու արտադրության մեջ էսենցիա են օգտագործում, եթե մինչև վաղը բոլոր սպառման կետերից հետ չկանչեն իրենց ապրանքը, խոշոր դրամական տուգանքի կենթարկվեն։ Հա ինչ։ Ոնց հա ինչ։ Եզո ջան, եթե չես մոռացել, մենք համ տեղական օղու արտադրող ենք, համ էլ սպիրտի համը մեղմացնելու համար էսենցիա ենք օգտագործում։ Ո՞մ ենք սպասում, գնացինք։ Քո զանգս տաքսի։ Լավ լավարի ճանապարհից կբռնենք ժամանակ չգնացինք, գնացինք։ Բայց այդ ճշգրիտ ինֆորմացիա է։ Չգիտեմ Նարը ջան, վարչապետը ինձ անձամբ դրա մասին չի ասել, դե տենց մի քիչ խառներ էլի։ Բայց ամբողջ ինտերնետն է դա։ Իրականում ես դոմինոյի համար մի քիչ ավելի լավ ճակատագիր էի պատկերացնում ու մի քիչ ավելի երկար կյանք։ Իրականում ես էլ չէի պատկերացնում, որ սենց ղզիկ գործընկերներ ունեմ։ Հիմա այդ հուզական կենաց, լաց, թրաշպահել թողում ենք մի կողմ ու հասկանում ենք ոնց է կեց վիճակից դուրս գալիս։ Ամեն դեպքում պետք է ամբողջ ապրանքը ետ կանչել։ Իսկ եթե մի քիչ սպասենք, տեսնենք ինչ ա լինում։ Նարե ջան, ձեզ մոտ այդ սպասելը ցեղական, հա։ Մի քանի ամիս առաջ էլ նորիկ ասեց սպասենք, սպասեցինք ու 50 միլիոն տուգանվեցինք։ Արթուր։ Ուղղակի այդ 50 միլիոնը նենց հիշվող թիվ ա, որ Արթուրիկ։ Ես համաձայն եմ։ Պետք է ամբողջ ապրանքը հետ կանչել, հետո հասկանանք ինչ ենք անում։ Հուսով եմ հասկանում ես, թե ինչ ծախսերի մասին ա խոսքը։ Քո մեջ այդ խորը արմատացած 50 միլիոն թիվը հենց առաջացել է ծախսերից խուսափելու պատճառով։ Ու ինձ չլսելու։ Լավ, ուրեմն որոշված է։ Մեր ամբողջ արտադրանքը էսպայից սկսած խանութներից հետ ենք հավաքում, նենց որ դոքանցի գործի աշխատանքային։ Միք իմ գործերը արած են, հեսա տղերքը ապրանքը բարձում են ու գնան խանութներով։ Գարիկ ինչ գնալ, ես քեզ ասում եմ ապրանքները պետք է հետ հավաքել, ստե չես։ Լավ, հեսա ուրեմն զանգեմ ասեմ հետ բերեն։ Կներեք էլ ինչ ժողովուրդ, ուղղակի գլուխս մի քիչ ցավում է։ Վախ։ Աշխատանքային։ Միկա, դու էլ առաքիչներին զգուշացրու, որ այս պահից սկսած ապրանքը սկսեն հավաքել։ Ոնց հասկանում եմ Գարիկն էլ գնաց նորիկի մոտ։ Գնաց մեր տուն։ Չէ, ռադիո ծածկույթից դուրս։ Լավ, եկեք նա տեսնենք ինչքան ապրանք որտեղ ունենք։ Համակարգիչները զբաղեցրեք ու աշխատանքային երեխեք, աշխատանքային։ Դոկ, ես ինչ ա վիճակդ։ Լիֆտի դռան արանքն ես մնացել։
լավ հարթուկի համար այդքան մի նեղվի։ Եթե քո հարթուկը փչացել է, իմը կտամ կտանես սոֆան շողերդ կա հարթուկի։ Ինձ է տալ խնդիրը ոչ թե հարթուկն, այլ սոֆան։ Սոֆանա փչացե։ Լավ, ո՞վ այսօր ինչ ա եղել։ Երեք ա եղել։ Ինչ հետաքրքրում է երբ ա եղել, ինձ հետաքրքրում է ինչ ա եղել։ Էլի երեխու անունի պահով վիճել ենք։ Ես ձեզից բան չեմ հասկանում։ Այդ երեխան էսա երկրորդ դասարան կգնա, դուք հլու անունի պահով վիճում եք։ Ինքա տղուս անունի մասին է խոսքը։ Ես ասում եմ պապայի անունով դնենք։ Ինքն էլ ասում է իր պապայի անունով դնեք։ Չէ։ Ասում է Ալեքս։ Բայց ինչ վատ անուն է որ։ Դե հա, բան չեմ ասում, Գուրգեն ինչի հասնի, բայց դե անուն է էլի։ Ու դրա համար էլ տենց լուրջ վիճել եք։ Վիճել եմ մեղմ ասած։ Լավ, ապեր, գնացինք։ Այդ հարցը հետո կլուծենք, հիմա ավելի կարևոր հարցեր ունենք լուծելու։ Միք բայց մա ցայվեմ նոր էլի։ Փաստորեն սոֆան տնտեսական պատժամիջոցներ էլ է կիրառում։ Գազ, ջուր, լույս, լրիվ գլխից հետ կտրել, հա։ Անցի լողացի։ Այդ դինոզավրիկով սրբիչին ձեռ չտաս։ Ես ինչ հաշիվա։ Որ ճիշտ ասեմ, հաշիվը կորցրել եմ։ Իսկ եթե ավելի լուրջ։ Դե ասեցին, որ պահեստում տեղ չկա, մի կան էլ ասելա, որ բերեն այստեղ։ Արթուր, ես այս գժանոցին սկսում եմ չդիմանալ։ Ու ինչ-որ բանից հուշում է, որ այս ամեն ինչը անիմաստ է։ Այդ ինչ-որ բանը ինձ թվում է, երևի Ռոքվելլերի հոգին է, գիտես, որովհետև 1 միլիոնը մենակ իր համար կարար անիմաստ լիներ։ Խոսքը մեր մեջ դու լավ էլ ցիտես։ Մի կան էլ որսորդ։ Հիմա 1 միլիոնանոց հարց։ Կարող ես ինձ բացատրել, ինչու պիտի որսորդը չուզենա քեզ կրակել։ Լսի, իսկ եթե մենք իրան պատմենք լուսահոգի Նավթալին հոպարի կտակի ու կտակի պայմանների մասին։ Նախ Նավթալին չի ավտանդիլա եւ երկրորդ հա վատ բան չես առաջարկում, ուղղակի ես Միկային շատ լավ ճանաչելով վստահ եմ, որ ինքը այդ ժամանակ ավելի քիչ փայով հարսնացու կգտնի։ Դե ինքը հնարավոր է ամուսնանա նենց մեկի հետ, որ այդ աղջիկը այդպես էլ չիմանա այս պայմանի մասին, ու Միկան այդ 2 միլիոնը իրանով անի։ Նենց որ ավելի լավ այս գաղափարը տարի թողենք սև օրվա համար, լավ։ Ես մի ժամը լողանում ես, այ իղծի անդր։ Արագացրու։ Դոկ։ Գարիկ։ Սոֆա։ Всё, միք դուրս եմ գալիս, ուղղակի աշկս կպել է։ Դուս կգաս կիմանաս աշկ կպցնելը որն է։ Նենց եմ կպցնելու։ Ապեր ես աշկից կնի կտա, եկել է իր ապրանքը տանի։ Գարա, ես բարլուս չկա։ Բարև Բարլուս։ Ես մենակ չես։ Չէ, մենակ չեմ, ինչի։ Թող այդ լիրպը դուրս գա գնա, ես հետո կասեմ։ Ճիշտ ասած իմ մտքով էլ 1000 վատ բան անցավ դրա մասին, բայց լիրպը մի քիչ չափազանցված է ասված։ Չնայած ոչ էլ չափազանցված է։ Էս ինչ ես անում։ Բլոտ եմ խաղում։ Խելքս գնում ով բլոտի համար։ Լուրջ։ Իսկ այդ ոնց են խաղում։ Նայ, մտնում ես Եվրոֆուտբոլի ifubet.am-ի ifu games-ը։ Ես բլոտի օրենքները նկատի ունեի, Միկի։ Կարաբավար բլոտի օրենքները չգիտես, ոնց կարա խելքդ գնա բլոտի համար։ Հա, ես Ամերիկայի օրենքներն էլ չգիտեմ, բայց Ամերիկայի որ խելքս գնում է։ Քո սարոշկեքից մեկը հակնեմ։ Հա, ապեր, այդտեղ աթոռի վրա մի ծառոշկա կա Ամերիկայից են ուղարկե, մենակ մի թևս է մտնում այնքան բուջուրա հակի։ Ավտանդիլ հոպարը տա ուղարկել։ Նյապը։ Դու աֆային որտեղից գիտես։ Փաստորեն ճիշտ է։ Ինչ։ Դե հիշում ես մի ժամանակ ընկերուհիտ էի, Լուսինեն։ Մի օր պապատ խոսքի մեջ ասեց. Չէ, չեմ հիշում, ու զարմանում եմ դու ոնց ես հիշում։ Դե տնենց անունա, որ մի անգամ լսես էլ չես մոռանա։ Կստացի, ոնց է ինքը։
Լավ է, ոչ տան մարդ եմ ուծում, ոչ հարևաններն են ներվերն ուտում, մի խոսքով մեռած է։ Բայց դու հաստատ դրա համար չէիր եկել, չէ՞ որ այդ ճիշտ էիր։ Չէ, ես եկել էի միլիոնների պահը ճշտեի։ Ինչ միլիոններ։ Դե այդ միլիոնների օղին ինչի եք հետ կանչել։ Կարջան այդ քեզ հետո կբացատրեմ, էլի հիմա ես ու դոկը պիտի գնանք խանութներով համոզվենք, որ մեր օղուց հաստատ չի մնացել։ Դոկ, ստեղ չենք։ Մի տեսակ մեծ չէ, սառուշկեն վրովս։ Ապեր ոնց պատասխանեմ, որ ոչ դու ես ստեղ, ոչ էլի ես։ Ստեղ չենք։ Դու տեսար, որ այդ նարդին իր արաղները հետ չի կանչել։ Ուրեմն իրանք էսենցիա չեն խառնում։ Նորը ջան դու նենց միամիտ ես, մեկ ինձ թվում է որ Ժաննայի լորեցի աղբոր աղջիկը դու ես։ Պարզ չի որ վերևում մարդ ունեն ուղակի։ Հա բայց կարող է իրոք չեն օգտագործում։ Ես իրենց արաղներից մի շիշ բերեցի մեր լաբորատորիա, մեր լաբորանտն ասեց որ մեջը այնքան էսենցիա կա, որ կարելի է դրանով հանգիստ մարինատ փագել։ Հա այդ դեպքում հաստատ ինչ-որ բան են չի։ Ասեմ ավելին, ինչի պիտի կառավարության մակարդակով էսենցիան արգելվի, մանավանդ որ մեր օգտագործած էսենցիայի դոզաները մարդկանց ընդհանրապես վնասակար չի։ Չէ, այստեղ հաստատ մի բան են, չի, հաստատ, ես ասում եմ։ Պրիտոմ Գարիկի հետ։ Գար, ապր իմարև այդ 3D-ի վերջի տուփը չի, հիմա էլ աշխարհի վերջը չի։ Չինովնիկի պես ուտում ես, մի քիչ թող ժողովուրդն ուտի։ Ժողովուրդ ջան, կերեք, քանի կարակ կերեք։ Դե բան է, էլի ուղղակի ոնց որ մի քիչ սոված եմ։ Հա, փաստորեն սոֆայից սենց լուրջ եք կրվել։ Մի կան չես անիմաց բաներ խոսում։ Ես ուղղակի Հələ մի րոպե։ Եթե նարդին ուզում է իր կապերով մեզ մարսանի, դոմինոն էլ իր կապերով ռիբա կանի։ Դե նկատի ունեմ մենք էլ մեր կապերով իրենց հարցերը կլուծենք։ Զանգեք նորոյն գնա գլուխները ջարդի։ Չէ, զանգենք Սոֆային ասենք, որ դրանց մասին մի հատ լավ հոդված գրի, տենանք հիմա ինչ են անելու։ Որովհետև ես վստահ եմ, որ կառավարության ղեկավարը մեղմ ասած այդքան էլ տեղյակ չի, որ սենց հրաման կա։ Շատ լավ գաղափար է։ Ես քուն վերնեմ կյանքին։ Լրիվ համաձայն եմ։ Դու դրա ինչն է լավ։ Համել լող է հիմա թերթ կարդում որ։ Գա։ Կներեք, բայց ես չեմ զանգի։ Ոնց թե չեմ զանգի։ Ոնց որ մարտի 8-ի զոքանջից չզանգեցի, ապրիլի 7-ին։ Ապա դե ուրեմն աղջիկները ստիպված կլինեն զանգեն սկորի, որովհետև եթե դու ես ճակատագրական պահին որոշել ես կոտոշները տնկես, ես ստիպված կլինեմ այդ կոտոշները ջարդեմ։ Լավ, զանգում։ Նորո, երբեք չէի մտածի, որ քո գրքում հայտնվելուց սենց կուրախանամ։ Նոր ջան, որ խնդրեմ եմ ձեռին կշպրտես մի քիչ էլ ես գրկեմ։ Այդ լրջացեք, հա։ Էս ինչ աստեղ կատարվում։ Ավ ճիշտ, եկեք գնանք մեր սենյակում կասեք։ Գնացեք եկա։ Կարճ ասած, այդ նարդին իր անազնիվ մրցակցության շնորհիվ ուզում է շուկայի հերը անիծի։ Ես 1000 անգամ ներողություն եմ խնդրում, բայց ոչ միայն շուկայի, այլ նաև Լավ Արթուր, ես արդեն ամեն ինչ հասկացա։ Բայց ճիշտ է Սոֆային էս ամեն ինչի մեջ խառնելը։ Մի մոռացեք, որ ինքը հղի է։ Ավելի լավ, ոչ մեկ վնաս չի տա հղի լրագրողի։ Դոկ, Տղեր ես չեմ զանգի։ Զանգեմ էլ բան չի փոխվի։ Այսինքն ամեն դեպքում դեպի լավը, որ հաստատ չի փոխվի։ Նորիկ, եթե էլի այդ անողնաշարը եկել ա ու ձեզ Սոֆջան մի րոպե, հա։ Ես լրիվ ուրիշ բանի համար եմ զանգել։ Իրականում մենք քո օգնության կարիք ունենք, Սոֆջան։ Ալեքս, Ինչ Ալեքս։ ես ձեր ասածը կանեմ մի դեպքում, եթե Գարիկը համաձայնվի, որ մեր տղայի անունը Ալեքս ենք դնելու։ Սոֆջան, հիմա լուրջ դրա ժամանակը չի, էլի։ Մենք շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած։ Ես կասեի լուրջ խնդրի առաջ ենք կռացած, Սոֆ։
Հենց որ պիտի խնդրեմ, որ գաս օֆիս։ Նորիկ ջան կներես, բայց ես կամ ձեր օֆիս կգամ Ալեքսի հետ, կամ ուղակի չեմ գա։ Կարա ջան, էս ինչ մի սիրունացել չճանաչեցի, աչքիս հարստանալու ես։ Ես էլ եմ այդ ուղղությամբ աշխատում։ Նոր պատվիրատուի հետ հանդիպման ես։ Այնքան էլ նոր չի, բայց կարելի ասել նոր առաջարկ եմ պատրաստում։ Կստացի Միկին ստեղ է։ Տղաների հետ իրանց աշխատասենյակում եմ։ Ապեր, որ Սոֆան եկավ է դեմքի տարտայտությունը կփոխես ու հետո նենց կշփես որ հանկարծ չթարսվի, լավ։ Ես խամաչիկ չեմ, որ ինձ ոնց ուզեք խաղացնեք։ Դեմքդ։ Կարա ջան, որ խնդրեմ աշխատասենյակը կազատես, մեզ մոտ տնօրենների խորհուրդ է։ Շատ լավ է։ Ես էլ կակրած եկել եմ տնօրեններին խորհուրդ տալու։ Կարջան, մենք անպայման կլսենք քո խորհուրդը, բայց մի փոքր ավելի ուշ, լավ։ Դաժ ես կարամ կոնկրետ տեղ ու ժամ ասեմ, թե որտեղ կլսեմ խորհուրդդ Կարջան։ Ես լուրջ եմ ասում։ Լավ, սենց ասեմ։ Եթե փողով հնարավոր է ինչ-որ հարց լուծել, ես պատրաստ եմ տունս գրավի տակ դնել ու ձեզ օգնել, Միկի։ Ախ, Վիկտոր ջան։ Միկի, որ խնդրեմ մի հատ կասես, ստեղ չի։ Ձեզ Միկա, Արթուր, Նորիկ։ Ծանոթացեք, Ալեքս։ Սոֆ ջան, մի խոսքով սիտուացիան սենց է։ Ստոպ, ես հիմա ունակ չեմ ինչ-որ բան լսելու։ Ինչ համով բան ունեք։ Սոֆա ջան, նենց ախորժակով ես ուտում, որ մարդ ակամայից ուզում է հղիանալ։ Դրախտային է։ Շատ լավ է։ Դե հիմա օգնի մենք էլ ես դժոխքից դուրս գանք, էլի Սոֆ ջան։ Լսում եմ։ Ուրեմն կառավարությունը։ Մեկն ու մեկդ պատմեք։ Կառավարության նոր Պատմելու եք, թե գնամ։ Ուրեմն կառավարության նոր որոշման համաձայն էսենցիայի պարունակությամբ տեղական օղի արտադրող ընկերությունները տուգանվելու են։ Որտեղից գիտեք։ Ոնց որտեղից գիտեք։ Սոֆ ջան, նորություններից, սաղ ինտերնետն է տա նորություններից, ոնց որտեղից գիտեք, ասում եմ որտեղից գիտեք։ Նորություններից գիտենք, նայ։ Բայց մեր գլխավոր կոնկուրենտը իր աղիները հետ չի վերցրել։ Ու մենք մտածում ենք, որ վերևներում փայատեր մայատեր ունեն։ Սոֆա քեզ այդ վիճակում չի կարելի կոմպի դեմը նստել։ Բա կոմպի հետևից ոնց մարդը կարդա։ Պարզա։ Ուզում ես ասես բարդ, հա։ Չէ, պարզա։ Ուղղակի ես ձեզ մի պայմանով կօգնեմ։ Սոֆ ջան, դու արդեն խզարել ես մեր բոլոր դրախտային ամպիկները, ռայսկի աբլակա։ Խոսքս ուրիշ պայմանի մասին է։ Թե։ Չի կարա տերը խորնա Ալեքս լինի։ Դե ուրեմն Սոֆան չի կարա ձեզ օգնի։
Ես մի հատ գնամ ես գարիկի մեջ նոր արդրացած տղամարդկությունը քնցնեմ գամ։ Միկա, ես էլ ինչ տղամարդ, որ չկարենամ տղուս վրա իմ հոր անունը դնեմ։ Ապեր, իսկ եթե ձյազ Գուգոյին խնդրենք, իր անունը փոխի դնի Ալեքս։ Երկուսդ էլ շահած դուրս կգաք։ Դոկ, մեր իրացած բիզնեսը ձեռներիցս գնում է։ Լավ, ասենք հարց չկա, բայց դու համոզված ես, որ Սոֆան մեզ օգնելու է ու բլեֆ չի անում։ Ուրեմն լսին չենք անում իմ բլեֆ չի ախպեր։ Սոֆ ջան, երեխու անվան հարցը կարաք վաղն էլ լուծեք։ Իսկ մեր օղու հարցերը լուծելու համար ամեն վարկյանը թանկ է։ Ինձ համար իմ երեխայի անունն ավելի թանկ է։ Գուցե հարցս տերորիստա, սեպարատիստական հնչի, բայց Սոֆա ես չեմ հասկանում, դու հիմա մեր կողմից ես, թե կառավարության։ Սոֆ ջան, Շուրիկը համաձայն է, որ երեխու անունը պետք է լինի Ալեքս։ Դե թող երթվի այդ վերոհիշալ Շուրիկը։ Նինա ջան, թու, Սոֆա ջան, ինչ երթվել է, ես որ դառնա։ Ես քեզ ավելի քաղաքակիրթ տարբերակ եմ առաջարկում։ Մարդ ես կարող ընթացքում դու փոշմանում ես, ուզում ես ուրիշ անուն դնես, կամ չգիտեմ, ասենք էխոն սխալա ցույց տվել, աղջիկա ծնվում։ Բա մեղք չէ երեխան։ Դրա համար առաջարկում եմ մեր գրեն, մի հատ պարտավորագիր գրե, տակնել ստորագրե, որը երեխու անունը պետք է լինի այն, ինչ դու ես ուզում։ Մի րոպե։ Իսկ եթե այդ պարտավորագրի պայմանը խախտի, Այդ ժամանակ երեխու անունը կճանաչեն անօրինական ու կդնեն Ալեքս։ լավ։ Դե, գրի ջան, գրի։ Սոֆ ջան, ես քո օրինակն է, ես էլ մեր օրինակն է, նոտարի օրինակը, չգիտեմ, պետք է որ պետք չի։ Դատարանը ինչ։ Միկա սուս։ Ալեքս, Ալեքս, Ալեքս։ Սոֆ ջան, կարաս հատ կարդաս, ամիս ամսամս թիվը ստուգի, անուն ազգանունդ, պահանջդ, մի խոսքով, սաղ քո սրտով։ Դե գնացինք նոտար։ Չէ, մի րոպե, Սոֆ ջան, մենք մեր նարեցինք, դու էլ քո կողմից պետք է քայլն անես։ Բաց թող պատանդներին, մենք քեզ տվեցինք քո պահանջած ուղղաթիռը եւ $2 միլիոն։ Նույնիսկ նայեմ ոնց որ պետական գաղտնիք լսեցիք։ Ասում ես որ կայքից ես այդ նորության մասին տեղեկացել։ Կայքից, կայքերից։ Բամբաս AM, ասում են AM, լուրջ լուր AM։ Մենակ չասես տես բան չկա։ Ոնց չասեմ, որ դուք հիմարիկների պես ընկել եք այդ հեշտ ծուղակը։ Լավ, ձեզնից ոչ մեկի մտքով չի անցել մտնել կառավարության պաշտոնական կայք ու ստուգել, կամ այդ լուրի սկզբնաղբյուրը ման գալ։ Պարզ չի, որ ձեր դեպքում այդ նարդի օղին ապա տեղեկատվություն է տարածել, դուք էլ կուտը կերել եք։ Պարզա։ Փաստորեն այդ սաղ այդ նարդիի արածներն է։ Դա արդեն բադակտուցին եւ եքիդնային էլ է պարզ։ Արագացրեք գնանք օղիները հետ ուղարկենք խանութներ։ Գնացինք։ Արագացրեք։ Դե մենք էլ գնանք։ Ուր։ Ոնց նոտար։ Բայց հա որ Ձեր ես առնում։ Մոռացար պարտավորագիրը։ կյանքս դու գնատում, ես տեղ գործերս վերջացնեմ ու մի ժամից գամ իրար հետ գնանք, հա։ Դե երթվի։ Երեխու արև։ Շուշանաս։ Բայց գնամ ինչ անեմ։ Սա արդեն ցնդեց։ Վերնեմ գիտության ջանին։ Միկ, բայց քանի Սոֆան չի հասկացել, որ թուղթը դատարկողի հետ չի եկել, ես էլ ցնդեմ էլի։
Կայանի վեսատ է տուղտուկի Պատիժը թե ամփոտ ու անրևոտ Զավեշտը թե կոնկրետ շակատագիր դոմինո Այ կսկինո Ես պատմության այս պատճառն ու հիմնակարը Ընկերության համար արկածենո Հանուն փողիտ է հանուն սիրո պակարը Կոչվում է շատ պարզ դոմինո Եվ կանչունի խոհարարեց դու թեմեսող Կեզ հարկավոր է սիրել ու մի քիչ էլ փող Կեզ հարկավոր է ասել ես այլ ոչ թե նո